Պարոն Տեր Մարգարյան, պետք է խնդրեմ դուք ասելիք ունեք, խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, սիրելի նորնորքեցիներ, օրեր առաջ նորնորք վարչական շրջանում տեղի ունեցած սադրանքը եւ դրա հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա եւ հասան Հայաստանի Հանրապետության թիվ 1 ամբիոն, որտեղ սկսվեց քննարկվել իմ անձը եւ հանուն մանդատի ճամբարից ճամբար թռած նման երևույթներ սկսեցին քննարկել իմ վարքագիծը։ Համոզված եմ, որ դրան հաջորդելու է եւ դառնալու է շահարկման առարկա այն, որ ես լինելով նորնորք վարչական շրջանի ղեկավար խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես նորնորք վարչական շրջանի ղեկավար, շնորհակալություն հայտնելով Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին այս պատասխանատու պաշտոնից վստահելու համար, շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության համար, շնորհակալություն եմ ուզում հայտնել նորնորքեցիներին եւ վստահեցնել, որ բոլոր այն խոստումները, որ տրվել են իմ կողմից, դառնալու են իրականություն, եւ խոսքս ուզում եմ ուղղել եւս մեկ անգամ ազգային ժողովում ծվարած որոշ մանդատագողերին։ 2026 թվականը սարերի հետևում չի։ Մենք հանդիպելու ենք 2026 թվականին եւ 2026 թվականին ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին։ Պարոն քաղաքապետ, ձեզանից եւս մեկ անգամ շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Տեր Մարգարյան, շնորհակալ եմ եւ գնահատում եմ ձեր որոշումը եւ պարոն Տեր Մարգարյան, հարգելի գործընկերներ, ես միգուցե կրկնվեմ, բայց շատ կարեւոր է արձանագրել, որ մեր աշխատանքը ենթադրում է էական զսպվածություն, ենթադրում է զսպվածություն պայմաններում, երբ մեզ անընդհատ եւ անդադար սադրում են եւ այդ սադրանքները անընդհատ եւ անդադար շարունակվելու են։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր կատարած աշխատանքի համար, պարոն Տեր Մարգարյան։ Ես ողջունում եմ ձեր որոշումը եւ նաեւ հաջողություններ եմ մաղթում ձեր ապագա բոլոր նախաձեռնություններում։ Ինչպես նաեւ ուզում եմ այնուամենայնիվ շեշտել, որպեսզի հետագայում նման, այսպես ասած, մեթոդներով որոշ գործընկերներ չփորձեն շարունակել իրենց աշխատանքը, որովհետև այնուամենայնիվ միայն բիրտ ուժը չէ, որ կարող է գործադրվել սադրանքների դեպքում, կան այլ մեթոդներ, քրեաիրավական մեթոդներ եւ ես կարծում եմ, որ բոլոր այն տեղերում, որտեղ որ անձինք պաշտոնյաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն այնպիսի վերաբերմունք, որը որ արդեն կանցնի քրեական օրենսգրքի որոշ հոդվածներով, ես ձեզ վստահեցնում եմ, որ արդեն մեր բոլորիս ուշադրությունը շատ ավելի շատ սևեռված է լինելու այդ տեսակ վարքագծին։ Այսքանը, շնորհակալ եմ, պարոն Տեր Մարգարյան։ Վեոլա ջուր, խնդրեմ։